Մանկապարտեզը կառուցելով։ Սրա մասին է խոսքը։ Եվ այս գումարը, գույքարկի գումարը, որը մենք օրենսդրությամբ ասում ենք, որ պետք է հավաքվի գնա համայնք, մենք ուղղորդում ենք, որ համայնքը ինքը իր բարեկեցության վրա ծախսի։ Շատ կարևոր է սա արձանագրել։ Այդ գումարները ծախսում են ժողովրդի ընտրած ավագանիները, համայնքների ղեկավարները։ Ոչ մեկ չի կարող ասել, մենք մեր համայնքի ղեկավարին չենք ընտրել, ձայն չենք տվել, եկել են կեղծել, չեն կարող այդպիսի բան ասել։ Էս էլ դնենք մի կողմ։ Այս վերջերս մենք ընդունեցինք մի նոր կարևոր մեխանիզմ, որը գնալով այդ մեխանիզմի ծավալները մեծանալու են։ Դա մասնակցային բյուջեն է։ Երբ որ համայնքի բնակիչները իրենք կարող են որոշել, ասել, որ մենք ուզում ենք, որ մեր գույքահարկը ծախսվի այսինչ կոնկրետ խնդիրը լուծելու վրա։ Եվ ընդհանրապես խոսել այս համակարգի դեմ, կներեք դա նշանակում է ասել, որ մեր գյուղերը պետք է շարունակեն մնալ ցեխի մեջ։ Եթե չունես կես մետրանոց ռեզինի սապոգներ, նշանակում է դու պետք է գյուղում տնից դուրս չկարողանաս գալ։ Մեր օրենքեզ նախագիծը նրա մասին է, որ մենք մեր գյուղերը ցեխի միջից պետք է հանենք, եւ մենք գյուղերը ցեխի միջից հանում ենք։ Գնացեք Հայաստանի Հանրապետության տասնյակ գյուղեր, այնտեղ սալիկապատվում են ճանապարհներ գյուղերում, որտեղ իրանց մի քանի հարյուրամյա, նույնիսկ հազարամյա գոյության ընթացքում ոչ մի այդ ողջ պատմության ընթացքում բարեկարգված ճանապարհ չի եղել։ Հասկանում եք, սա քաղաքական ընտրության հարց է։ Սա քաղաքական ընտրության հարց է։ Եվ այո, մենք մեր սիրելի քաղաքացիներին ասում ենք ուղիղ, այս գույքահարկից էլի հիմա շատ որ բանարված է, դա շատ մոդա է, չէ՞, միանգամից ասում են, պարքեվավճարները, բանը, ծառայական ավտոմեքենաները, ճոխ ավտոմեքենաները, այս գումարից, Ժորժ ջան, ամբողջը ոչ մի բան այդ նպատակների համար չի ծախսվում։ Եվ հետևաբար ինչքան էլ բարդ է, ինչքան էլ դժվար է, ինչքան էլ պոպուլյար չի, մենք այս որոշումը կայացնենք եւ պինդ կանգնելու ենք այս որոշման վրա, պինդ կանգնելու ենք այս որոշման վրա։ Կներեք, այս հարցում չի լինելու ոչ մի կոմպրոմիս, բացարձակապես ոչ մի կոմպրոմիս, որովհետեւ մենք այս հարցով ստիպում ենք, որ համայնքը զարգանա, ստիպում ենք, որ համայնքը ավելի լավ ապրի, ստիպում ենք, որ գյուղը ցեխի միջից դուրս գա։ Ստիպում ենք եւ իհարկե մյուս կողմից է սուբվենցիաներով ֆինանսավորում ենք։ Մյուս կողմից էլ բանով դոտացիաներով համայնքին 30 տարի է մենք խոսում ենք տեղական ինքնակառավարման մարմին ինստիտուտը պետք է ուժեղացնել։ Ոնց են ուժեղացնում։ Կենացով սենց են ուժեղացնում։ Սենց են ուժեղացնում եւ համայնքները ֆինանսական կարողություններ են ստանում հարցեր լուծելու։ Քաղաքացիները իրանք ֆինանսական կարողություններ են ստանում հարցեր լուծելու, որովհետեւ նախագծի հեղինակներին ձեռ է տալիս, որ համայնքը չունենա այդ հնարավորությունը, որ երկար ջպերով մարդիկ գան, ասեն, հա ինչա պետք ստեղ, բան, հա մի հատ էլ բան արեք, գրավիլ բերեք, լցրեք, ու բոլոր գյուղացիները զարմանան, ասեն, վայ, սա հրաշք է, երկնային մանանա է, ոնց գրավիլ եկավ, բան, մի քանի բան, քերած ասֆալտ եկավ, պետքա բան անել, երկրպագել, այդ հաստ վզերով եւ մեծ գլխերով մարդկանց, որ կարողացան երկնքից բանի Մովսեսի նմանությամբ մանանայի փոխարեն գրավիլ իջեցնել եւ մեր փոսերը լցնել, որի գոյությունը միջև հաջորդ անձրևն է։ Եվ սա այո քաղաքական ընտրության հարց է, որովհետեւ մենք մարդկանց ցեխի միջից հանելով մարդուն տալիս ենք ազատություն, այդ թվում որոշելու եւ շարժվելու ազատություն։ Իսկ մեր գործընկերներն պետք է որ մարդը մնա ցեխի մեջ, որ այդ երկնային գրավիլը անընդհատ, երկնային բրինձը, երկնային գրավիլը, երկնային տուկի թելը, երկնային սալյարկան, անվորակ տենց անընդհատ երկնքից թափվի։ Ոչ, Ժորժ ջան, երկնքից ոչ մի բան այլևս չի թափվելու, թափվելու է պետական եւ տեղական բյուջեներից։ Ու չի թափվելու, այլ կոնկրետ որոշումներով համայնքի եւ քաղաքացիների ծախսվելու է ձեր կոնկրետ կարիքները հոգալու համար։ Ինչն է ձեր կոնկրետ կարիքը, դուք ինքներդ ձեր համայնքի հետ որոշեք։ Ստեղ մենք էլ ենք, արդեն կառավարությունը պետք է քայլ-քայլ հետ քաշվի։ Համայնքը ինքը մեզնից լավ գիտի, թե որն է իր առաջնային։
Իսկ եթե համայնքը լավ չգիտի, մենք քաղաքացունել հնարավորություն ենք տալիս նախորդ մի երկու նիստ առաջ դրա մասին խոսեցինք։ Հնարավորություն ենք տալիս, որ մարդիկ կառավարեն իրենց համայնքը։ Իսկ առանց բյուջեի կառավարել հնարավոր չի։ Առանց եկամտի կառավարել հնարավոր չի։ Մենք մի անգամ կարծեմ դրա մասին խոսեցի, այն խորհրդային միության չգիտեմ, գուցե հիմա էլ կան որոշ տեղերում այդ կոլեկտիվներում որ կար, չասում էին լատարե են խաղում, որ աշխատավարձերից հիմա էլ կա, հա, այսինքն կուտակվում է գումարը եւ ծախսվում է այս գույքահարկը բոլոր քաղաքացիների համար դա է, որովհետեւ լատարե են խաղում, այսօր մեկի բակի դիմացնեն բարեկարգելու, մյուս օրը կողքի փողոցնեն բարեկարգելու, այն մյուս օրը երրորդը, այն 4-րդ օրը զբոսայգին, այն 5-րդ օրը շատրվանը, 6-րդ օրը մանկապարտեզը, 7-րդ օրը չգիտեմ գրունտային ճանապարհը եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ սա պետք է լինի մարդկանց ընկալումը այս օրենքի եւ այս համակարգի մասին։ Եվ սա այն դեպքերից է, որ ես, գիտեք, շատ են ասում մեր մասին, էլի մեր ընդդիմախոսները եւ բաները եւ ընդդիմախոսները եւ չարախոսները, որ սա թույլ կառավարությունն է, թույլ իշխանություն, թույլ կառավարությունը չի կարող այսպիսի որոշումներ կայացնել։ Ուղղակի չի կարող։ Մենք կայացնում ենք այնպիսի որոշումներ, որ 30 տարի անընդհատ քննարկվել է տեսականորեն եւ այլն ու չի կայացվել։ Ֆինանսական համահարթեցման մասին օրենքի նախագիծը, որով դոտացիաների հետ փոփոխություն, գնացեք, հանեք արխիվը, տեսեք, որ թվից է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ազգային ժողովի օրակարգում։ Այդ օրենքը նույնիսկ առաջին ընթերցմամբ, եթե չեմ սխալվում, ընդունվել է 2007-8 թվերի կողմերը։ Երկրորդ ընթերցմամբ չի ընդունվել։ Ինչի, որովհետև Հայաստանում ուժեղ իշխանություն է եղել։ Այդ թվում նույն պատճառով, որովհետև ձեռ չի տվել ցեխի միջից հանել։ Բա որ ցեխի միջից հանեին, ո՞նց էին ընտրակաշարք բաժանելու գրավիլի, ասֆալտի, չգիտեմ ինչի տեսքով։ Մեր երկրում էլի եմ ասում, այն օրը Գյումրիում եմ ասում, թեմաներ կա, որ արդեն մարդիկ չեն հիշում։ Ոչ մեկ չի հիշում, որ ասֆալտ հասկացությունը ուղիղ կապված էր ընտրությունների հետ։ Կար ընտրություն, կար ասֆալտ, չկար ընտրություն, չկար ասֆալտ։ Ընդ որում տեխնոլոգիական լուծումներ կային, հավաքովի ասֆալտ, փռում ես, ընտրվում ես, մնում ասֆալտը, չես ընտրվում, փաթաթում տանում ես մինչև հաջորդ ընտրություններ։ Այսինքն մարդիկ մոռացել են, որ Հայաստանում ընդհանրապես տենց բան է եղել, հասկանում եք, մոռացել են։ Այն ասֆալտը, որ մենք հիմա ուղակի անում ենք, եթե ընտրական տրամաբանության բան էինք, մինչև 2082 թիվը այդ ասֆալտով կարելի էր ընտրություններ անել, հարգելի գործընկերներ, առանց չափազանցության։ Բայց մենք այս մեր գործիքը, հասկանում եք, ես ուզում եմ սա ճիշտ գնահատվի սրա քաղաքական իմաստը, այն գործիքը եւ լծակը, որ ընդունված է եղել, որ կառավարությունը իր ձեռքում պահի, որ որպես լծակ օգտագործի քաղաքական նպատակներով, մենք այդ գործիքը տալիս ենք մարդկանց ազատություն ենք տալիս, որոշումներ կայացնելու, զարգացման օրակարգեր որդեգրելու եւ իրականացնելու համայնքի տրամաբանությամբ, իհարկե կառավարության լիազորությունները եւ գործառույթները որևէ կերպով չզիջելով։ Եվ ես խնդրում եմ, որ այստեղ մենք շատ սկզբունքային գտնվենք, որովհետև սկզբունքային չգտնվելու դեպքում մենք չենք կարող զարգացման այն օրակարգը, որը բխում է մեր երկրի շահերից, սպասարկել։ Բայց սրա հետ կապված ես ուզում եմ ասել, որ մենք որոշակի խնդիրներ ունենք։ Եվ այդ իհարկե մի քիչ երկարում է քննարկումը, բայց ես ուզում եմ սրա մասին խոսել, որը կապված է նաև համայնքային հողերի օտարումների եւ նրանց գների հետ։ Մենք իհարկե որոշակի փոփոխություններ ենք արել, որի արդյունքում, հա, շատ կարևոր բան, այս կադաստրային փոփոխությունների, գների փոփոխությունների արդյունքում համայնքների հողերի գները էականորեն բարձրացել են, ինչ նշանակում է նաև համայնքների եկամուտներն են բարձրացել, բայց այս վերջերս ես մի ահազանգ ստացա, որ 100 դրամով համայնքային աճուրդով ձեռք բերված հողը, հողակտորը
վաճառվում մի քառակուսի մետրի մասին է խոսքը, վաճառվում է մի քառակուսի մետրը, այսինքն համայնքից ձեռք բերված արդեն երկրորդային շուկայում վաճառվում է, ասենք օրինակ քառակուսի մետրը $500։ Ու բնականաբար հարց առաջացավ, այդ ինչպես կարող է դա տեղի ունենալ, եւ նախ հարցը այն էր, թե ինչու է համայնքը 100 դրամով վաճառել այդ հողը։ Պարզվեց, որ համայնքը 100 դրամով որ վաճառել է ավագանու որոշմամբ, հələ մի բան էլ մինիմալ արժեքից 20 անգամ ավելի բարձր գնով է վաճառել, որովհետեւ այդտեղ եղել է արոտավայր կամ չգիտեմ ինչ որ բան կարգի հող, վատ կարգի հող։ Լավ, այդ հələ մի հարցն է, որը ինչ որ ձևով գիտություն ընդունեցին, բայց հաջորդ հարցն է ցակում, ո՞նց է որ հիմա շուկայում վաճառվում է 500 կամ լավ 50, լավ 10 անգամ 100 դրամ $50, հա $50, շատ լավ, թող լինի $50, ես մի 0 ավելացնում եմ։ Բայց նույնիսկ եթե $5, ասենք $100 համանքից ներողություն, 100 դրամով համանքից ձեռք է բերել, լավ ասենք եթե $5 վաճառում, ուրեմն 20 անգամ ավելի թանկ, եթե $50 է, ուրեմն 200 անգամ ավելի թանկ, բայց ո՞նց է ստացվում, ինչ է տեղի ունենում։ Բարձում է հետևյալը, բացատրությունը, որ մենք այդ տարածական պլանավորման այդ գործողությունը, որ անում ենք, ընթացքում հաստատվել է համայնքի նոր կամ գլխավոր հատակագիծը կամ ինչ ենք ասում, պարոն Վարդանյան այդ փաստաթղթին միկրոռեգիոնալ փաստաթուղթն է ընդունվել եւ ինչ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում այդ հողը, որը համարվել է գյուղատնտեսական նշանակության ամենահետին կարգի հող, այդ ընթացքում իր կարգավիճակը այդ միկրոռեգիոնալ պլանավորմամբ փոխվել է եւ դարձել է խառը կառուցապատման հող։ Եվ այս որոշման բերումով այդ հողի գինը 100 դրամից դարձել է $50։ Հիմա այստեղ թվում է թե որ նայում ես ամեն ինչ նորմալ է, բայց այստեղ խնդրեմ կա, որովհետև եթե սովորական պայմաններում այդ 100 դրամով ձեռք բերված հողը մարդը ուզենար կատեգորիան փոխել եւ այլն, այդ փոփոխությունների ընթացքում համայնքին ինքը պետք է հսկայական գումար վճարեր։ Եվ հիմա ստացվում է, որ առանց այդ գումարը վճարելու էլի պետք է վճարի, դե պարզաբան։ Շնորհակալություն։